Բարև ձեզ հարգելի հայրենագիտներ, բարեկամներ, գողջունեմ ձեզ Փարի հովիվիցայինի հայդակրով։ Արդեն մեզի շադոնց է որ գտիդեք, մեր հայդակրին անունը գիտեք, Փարի հովիվիցայինը, Փարի հովիվը իր ոչխարին յետևեն գերտա։ 99-ն աբահով են, մեկ հատը անաբահով է, գերտա և գպեր է, և իր փայախի մեջ գտնե։ Ուրեմն մենք անգուզենք, որ այսօր բոլոր քրիստոնյաներ Հիսուսի փայախի մեջ լանք։ Շատ շնորհակալ եմ Աստուծո, որ այս քերեցիկ արիթը մեզ ընձայեց։ Շնորհակալ եմ դարձյալ ձեր հերացայիններուն համար։ Իսկապես մեզի քաչալերեք, մեզի գործնեք, մենք ցեզի համար միշտ գաղոթեմ։ Ամեն առավոտ երբ իմ պաշտամունքս կնեմ, գաղոթեմ, անոնք որ անկորձ են, հիվանդ են, դուներու մեջ, Աստված գլսե եւ իր ուզած ադենը մեզի գահայթայթե թե կորձ, թե առողջություն, եթե մեր բոլոր պետքերը գհոգա։ Ես դարձյալ գուզեմ շնորհակալություն հայտնել եղբորս, որ եկած է, որովհետեւ ինքը բացադրե այս քերեցիկ եւ դժվար նյութերը։ Ինչպես որ գիտեք, այսօր մենք պիտի խոսենք երկրորդ նյութը, որ Կազանի մասին է, այո Վարդգես։ Շատ անասնաշնորհում է Աստծո խոսքը եւ բادرյանություն է։ Պետք չէ խուսափին Աստծո մեզի տված բادرյանություններն են։ Հայտնության քիթը Աստվածաշունչի ամենաթիվացիկ քիթերն մեկն է, որ Աստված տվա, որովհետեւ ճրվածին համացան մենք գիտնան, որ Հիսուսի քալուստը որքան մոդեցած է։ Ուրեմն թաչալեր, թաչալերել, որ հայտնության քիթը սերդետ։ Եթե դամփաներ, որ չետ հաստնար, ուրեմն չի նշանակե, որ քրված է, որ չի հաստնար, հաբա անը որ թուր ատմասին դեղություն չունի եւ ադե պատճառը որ չետ հաստնար։ Մի ուսադիր, աղոթեցեր Աստուծո, որ ցեզի լուսավոր է եւ անոր խոստումն է, որ ցեզ պիտի լուսավոր է։ Արդեն անունը վրան է հայտնություն։ Այո։ Հայտնել, պիտի հայտնել, ոչ թե խախտի պիտի մնա։ Ուրեմն շնորհակալ եմ, որ Աստված մեզ առաջնորդած է այս նյութը բացադրելու, բայց աղոթքով սկսենք, ես է որ պիտի աղոթեմ։ Երկինքներու մեջ փնագող մեր սիրելի հայրը, որքան շնորհակալ ենք Տեր, որ մեզի հետ ես, մեզի գհոգաս, մեր պետքերը գուտաս, կխնդրեմ, որ օրհնես այս պահը, իմաստություն դուր, որբեսի քու ուզած ցևով, ինչպես որ կրված է, ինչպես որ հայտնած ես, այդպես խոսի եղբայրս, իրեն հետ եղիր, մեզի հետ եղիր, ունգընտիրներուն հետ եղիր, իրենց հալ մտքերը բաց, իրեն հալ ըսկան, տեսնեն ճշմարտությունը եւ քեզի մոդենան։ Այո դեր, մեր ճակատները պիտի գնքվին, կխնդրեմ, որ քու գնիքդ ունենանք եւ քու օրենքներդ, որբեսի երբ կաս, մեզ բոլորս արժանացնես քու երկնային թագավորության մեջ։ Հիշե հիվանդները, դգարները, անկորձները, անոնք որ նեղության մեջ են, երդասարտությունը խնայե, բոլորն ալ հայրիմ քու դունդ կան եւ քեզ փարավորեն։ Օրհնե մեզ եւ հիշե մեզ, օրհնե այս հայդակիրը եւ բոլորս հիշե քու երկնային թագավորության մեջ, քանզի Հիսուսի Քրիստոսի անունով գխնդրեմ։ Ամեն։ Անցյալ անգամ խոսեցանք Ձովեն ելող Կազանի մասին եւ այսօր պիտի շարունակենք թե ովքեր են այս Կազանները։ Ինչպես որ ցեզի բացադրեցինք Նաբուքոդոնոսորի դեսած ոսկի արձանը ասկի առաջ, նույն գայսություններու մասին է որ բացադրված։ Այս անգամ Կազաններով։ Ուրեմն, գուզեմ գարտալ հայտնություն 11-րդ գլուխ համարը։ Ուրիշ Կազան մտեսա, որ եգրեն գելեր ու քարնուգի նման երկու եղջյուր ուներ ու գխոսեր վիշաբի պես։ Առաջին Կազանին իշխանություն գօգտագործեր անոր արչև ու երգիր եւ անոր բնագիչները գստիբեր, որ երկրբակություն ունեն առաջին Կազանին, որում մահացու վերքը առողջացավ։ Մեծ նշաններ գներ ու մինչև անգամ երգիքեն գրակ գիչեցներ երկրի վրա մարդոց արչև։ Ուրեմն այս Կազանը շատ մեծ կորձեր գնե։ Նայենք եղբայրս ինչպես պիտի բացադրի այս Կազանը, որ քարնուգի նման էր, քարնուգի նման էր գսե։ Շնորհակալ եմ ձեր ունգընտության համար, անոնք որոնք մեզի այսօր միացան, ուզեմ դաճ հիշեցում մանել, թե մենք ինչ խոսեցանք անցյալ շաբաթ։ Անցյալ շաբաթ մենք խոսեցանք, թե ուդեղեն զարփում արին Կազանները, կամ Կազան փարը ուդեղեն զարփում արավ։
Այդ մասին բացառություն դրին եւ ասին որ այրար ծնուտ արավ Թանյելի 7-րդ թուրքուն մեջ Ուրեմն այդ կազանները բացառելերո մեր ուշադրությունը դերթոնացավ փոքր եղջյուրի վրա որ 10 եղջյուրներուն մեջ են դուրս ելավ եւ ամենամեծ ելավ ամենամեծը մյուս եղջյուրները ավելի մեծ եղավ այդ եղջյուրները խորհրդանշ էին թարգավորություններ ըստ հրեշտարին բացառության եւ այդ եղջյուրը ինչ կմեսնա աթքազանին 3 եղջյուրները դրված է խլեց եւ հետո մենք հաստատեցին բացառեցին ավայցույցերով որ այդ փոքր եղջյուրը նույն կազանն է որ հայտնության 10-րդ թուխուն մեջ դրված է այսինքն 10-րդ թուխուն առաջին կազանն էր 10-րդ թուխուն մեջ 2 կազաններու ներառություն կա հիմա վերադառնանք հայտնության 10-րդ թուխուն առաջին համարի մեջ եւ ներառությունը սավեստս եւ դեսա որ ձովեն դուրս ելավ կազանմը Հերարչարն են գիտնալ որ Թանյելալ եւ 4 կազանների դեսավ անալ սա որ աս կազանները ձովեն դուրս ելան ուրեմն իմ մտքիս մեջ գասկատ չի գա որ ձովեն դուրս ելել արդահայտությունը հադուտ նշանառություն ունենալու է եւ Թանյել չեր հասկացած թե ինչ նշանառ ձովեն դուրս ելան ինչու ձովեն դուրս ելան չեր հասկնար բացառություն եւ հրեշտարը նորեն դուքա օտնության դեսնեք Թանյել գաղութեր իմաստության համար եւ հրեշտարը դուքար նույնն է բարական մեզի համար սիրելիներ Աստծո փնությունը չէ փոխված եթե մենք այսօր փամը չի ասեն Աստծո խոսքեն աղոթենք խնդրենք հնազանդելու բացասական Աստված մեր միտքերը Ամեն Որքանալ անուսլանք կարևոր չէ որ թուն նույնիսկ հայսրուն ունենաս դրնաս հասկանալ Հրեշտարը դպացարեր Թանյելին եւ դսե այդ ճուրերը ձովերը որոնց մեջ են կազանները ելան դներացնեն ժողովուրդներ, ասկեր, լեսուներ ուրեմն ճուրերը դներացնեն ասկեր Հովաննեսի բավականալ Հովաննես չի աստնա թե այս 10-րդ թուխուն առաջին կազան ճուրեն ելավ ինչ նշան է նորեն հրեշտարը Հովաննեսի անոն ժողովուրդներ են, ասկեր են, տեսնեք նույն բացառությունը, որ Թանյելի ժամանակ հրեշտարը դպացարիր Թանյելին, հիմա Հովաննեսին նույնը դպացարը, երբսե այդ ճուրը, ձովերու ճուրը, որում մեջ են հայտնության 10-րդ թուխուն առաջին կազանը դուրս ելավ, դնշան է ժողովուրդներում մեջ են ելավ։ Լավ Հիմա այդ նախատասում որ սե ճուրեն դուրս ելան, փարը փոխան եւ տնեն ժողովուրդներ ինչպես որ հրեշտարը մեննապանեց։ Եվ դեսա 4 կազաններ, որոնց ժողովուրդներում մեջ են դուրս ելեին։ Ինչ դնշան ժողովուրդներում մեջ են։ Երբ թագավորությունը վիդի դաբալե ուրիշ կառավարությունը, բեդությունը գբադերազմի ժողովուրդը նեմեշտագեն Այո, երբսե փոթորդոր ծովեն դուսելավ դնշան գբադերազմի փոթորիդը բادرազմի խոթանիշ է Ուրեմն ասկերը բادرազմելով դուրս ելեն այս դասություննալ կամ այս բեդություննա 10-րդ թուխուն առաջին կազաննա մյուս կազաններում էսպես ձովեն դուրս ելավ ասինքն իր աթորը հաստատեց
բادرազմելով եւ դիհիշե Թանյելի մեջ թրված է որ երեք թարգավորությունները խլեց դնաշայ դաբալեց բادرազմեցավ ուրեմն դիտենք որ բادرազմելով դուս կուտան եւ ով է աշխարհաբատնության մեջ միակ հաստատությունը որ Աստծո սուրբերուն թեմ բادرազմեցավ Առաջին քազանն ապուքորթոնոսոր էր այնրա Աստծո սուրբերուն թեմ չի բادرազմեցավ Երկրորդը մարերու ու բասիտներու ուրիշ խոսով դյուրոս թարգավորի հիմնած դասություններ սուրբերուն թեմ չի բادرազմեցավ Երրորդը հունարյան դասություններ սուրբերուն թեմ չի բادرազմեցավ Չորրորդը որ հունարյան դասություններ սուրբերուն թեմ չի բادرազմեցավ Հադուր բادرազմ չրավ սուրբերուն թեմ Հապա այդ եղջյուրը փոթի եղջյուրը որ ելավ անիրա բادرազմրավ Եվ բատնությունը կհաստատ է որ հռոմեական երեղեցին 1260 տարի Աստծո սուրբերուն թեմ բادرազմրավ Գիտեր հայտնության քիթի մեջ գրված որ 310 տարի իշխեց Մերոն Թանյելի քիթի մեջ գրված որ 310 տարի իշխեց հայտնության մեջ գրված 42 ամիս նույն ժամանակի դեպողությունն է Մաթերիության մեջ ամեն մեկ օրը մեկ տարի է 42 ամիսը դնե 1260 տարի եւ հռոմեական երեղեցին որ հաստատվեցավ 538 թվին իշխեց մինչև 1798 եւ այդ շրջաններում բادرազմեցավ Աստծո ժողովրդին թեմ Ուրեմն նույնիսկ ասպատնությունը ացնագրված է Աստվածաշունչի մեջ թվականով ացնագրված դեպողությունը 1260 տարի բادرազմեցավ Եվ որոնք էին այդ երեք պետությունները որ ան խլեց որպես իրաթոր ավել հաստատեր անալ հայտնի է ուրեմն անոնք էին օստրոգոտները անոնք պատմության ցանոթ են լոմբարդյանները եւ հերուլիները որոնց աստությունը այսօր քույություն չունի խլվեցան գսե աստվածաշունչը խլվեցան դնշան արմադեն վեցվեցան չիրա քույություն չունի աճապ զորավոր էր խլեց որը հռոմեական Հռոմի գայսրը անոր նեցուր էր դեսնեք որ խլեց վերջացուց ուրեմն հատկանիշեր են ասոնք որոնց մոտ դաստրան թե ով է ան ուրեմն ինչպես որ սին ան հատկանիշերը որ Թանյել ըրաձեր եւ հայտնության քիթին Հովանեսկի 10-րդ կողմը նույն հատկանիշեր ունին մեր ուրիշ հատկանիշեր ունի ուրիշ հատկանիշեր ունի մեր մտքի մեջ կասկած չի մնար որ այս քազանը հռոմեական երեղեցին է հիմա մենք պիտի բացատրենք թե ով է երկրորդ քազանը 11-րդ համարի մեջ ուզեմ նորեն գտալ ձեր հիշողությունը արտընծնելու համար հայտնություն 17-11 եւ ուրիշ քազան մտեսա որ երրед ելներ ինչ կնշանի երրед թուսերավ ինչ է դարբերությունը ձովեն թուս կալուն եւ երրեն թուս կալուն Երդիրը ձովուն հադարատն է, հադարատ պատկերն է, հադարատ նկարացությունն է։ Ուրեմն երբ կսե այս քազանը երրед թուսելավ, կնշանակե այս քազանը, այս պետությունը առանց պատերազմելու հաստատվեցավ։ Իր աթոռը հիմնեց ուրիշ աստերու հետ պատերազմ չնելով։ Բոլոր աշխարհի դերությունները դիրագալելու համար, իշխելու համար կպատերազմին։
հատկանշարյան է, ձովեն թուս կել են, բայց այս մերիրս է, երկրե եղավ, չի բադյազ մեծավ, մերում վնաս չրավ և մեծ իշխանություն ունեցավ, ով է ժխորիկ, աշխարհաբատնության մեջ միայն մեկ պետություն կա, որ առանց պատերազմելու դիրության հասավ, անալ Միացյալ Նահանգներն են, որոնք Եվրոպայեն հալածվելով, որովհետև հրամայական դաշտությունները հալածեր, կամաց-կամացերյան Միացյալ Նահանգներ և իրենց համար կառավարությունը հիմնեցին, առանց պատերազմելու, ուրիշ կառավարությունը չի գործանեցին, անփնատ երկրի մեջ երան ու հաստատվեցան, և անոնք, որոնք ամերիկյան պատմությունը դրսերդեն, շատ մը պատմաբաններ դրսեն, որ մենք, իբրև ամերիկացիներ, հունդի նման էին, որոնք ցանվեցան, աջեցան, ու մեծան, ու մեծ ծարմը եղանք, առանց ոյեմերուն վնաս տալու։ Անորոմար 10-րդ ու 15-րդ համարի մեջ այնտա երկրի դուրս եղավ, ծովեն չերավ, խաղաղությամբ հաստատեց իր թագավորությունը և մեծ թագավորությունը եղավ։ Հաջորդ նկարահանությունը, որ դրացան հայտնության նույն համարի մեջ, 10-րդ ու 15-րդ համարի մեջ, անիրա քարնուդիմը նման էր։ Ուրեմն ամեղ անասունիմը ներարարությունը ուներ և իսկավես և փողոքական մարդիկ և ուրիշ ավետարանական մարդիկներ, որոնք հաստատվեցան ամերա, հալածանք փախան և իրենց կառավարությունը հիմնեցին ազատ դրոնքի վրա, մինչդեռ Եվրոպայի մեջ այդ ազատությունը չի կար։ Եվ Աստվածաշունչը ընդունած էին որպես իրենց պետության հիմնական օրենքը։ Անոր Աստված զանոնք դրեցնել որպես ամեղ, որպես քարնուտ պետությունը, որ ամեղ էր։ Ուրիշ մեր հատկանիշ մնալ, որ նույն համարի մեջ է, դսե անիրա երկու եղջյուր ուներ։ Մենք սորվեցանք Թանյելի քիթին մեջ են, որ եղջյուրները թագավորություններ են, իշխանություններ են, ուրեմն երբ այս պետության համար աներու իշխանություն ուներ, կնշանակի որ պետական իշխանություններ, ասին կառավարական իշխանություններ եւ դրոնական իշխանություններ, երկուքը անչափ իրար մե, ոչ թե միացյալ, մյուս ասկերը միահեծան կառավարություն կոչվեին, ասինքն նույն թագավորը իշխանություններ դրոններ հաստատելու և իշխանություններ պետականորեն վարելու։ Բայց ասվետիսը անչափ էր, երկու եղջյուր ուներ և քարնուդի նման էր։ Ինչ լավ պետություն մլալու էր, որ Աստված օհնեց այս երկիրը և շատերու մինչև այսօր օհնություն դառնա։ Բայց անդեր բայց մրա, պաց ան ըստսավ վիշապի պես խոսիլ, ով է վիշապը, հայտնության քիթը նորեն գպացար, և սե վիշապը սատանան է, այն առաջվա օծը, պանսագուն, որ սատանա դրոշվի, դեսեն սուբտիտի գպացարդրե ատեն, թե ով է վիշապ, ուրեմն այս պետությունը դեսկսի վիշապի խոսքեր խոսիլ, հագասուբքրային ուսուցումներ, սատանային առաջին մենց խապեություն ինչը, սուբքիտի հագարատ ուսուցումներ ստեղծելն է, և սա վիշապի պես խոսիլ, ամերիկյան սկսած է անգում եթալ, ինչ է պատճառը, որը հագասուբքրային
օրենքները կհաստատվին ամեն օր։ Եվ միանաչափ չէ, նայեցեք ուրիշ ինչ տսե, նույն համարի մեջ, տեսնեք նույն համարի մեջ ինչ հատկանիշեր կան, հաջորդը դսե, վիշապի վեց խոսե, և առաջին քազանին, ով էր առաջին քազանը, հրամայրան երիոցին, և առաջին քազանին բոլոր իշխանությունը գվարեր, անոր քաղաքականությունը գվարեր, և երկիրը և անոր բնակիչները դստիբեր, որ երկրպագություն ունեն առաջին քազանին, ասեն ուրիշ խոսով անոր օրենքները ընդունիլ, անոր հետ համաձայնիլ, այսօր կաթոլիկներ և փողոքականներ երկար ադենեվեր աթեն համաձայնության մեջ են և արիթոմնա ասմասին մենք խոսած ենք անոնք համաձայնության մեջ են և մեկ վարելակիրություն դչանան ստեղծել միություն այո, միություն, էկումենիզմ գստիբե, որ երկրպագությունն են առաջին քազանին, ինքը իշխանություն ուներ ամերիկյան պետությունը իշխանություն ունի և գստիբե, որ առաջին քազանին երկրպագություն ունեն Եվրոպայի մեջ ով է ամենամեծ դրոնաթաղաքական երկիրը բաբը Կաթոլիկությունը բաց է ուրեմն համաձայնություն մրա և որպեսզի ընդունվեր ժողովրդին դոմե հաջորդ համարը 17 համարից է աննշաններ դներ հրաշքներ դրոձեր որպեսզի մատիր իրենց խոսքերուն հավատային մատի դհավադան հրաշներու մեծ պամորա ուրեմն ճիշտ է առանց քննելու ասվածաշունչը անցյանները դիգնոցից պարեգամույին տելեվոն դրա մեր դունը սավ ինչ կա ուր է ասինչ տեղը ինչպես պիտի կամ դինս պացարջեց հետո պատճարասան լսեր է որ մեր անդեղը որ ես կպնադիմ անդեղ մեր դա է որ հրաշներ դնե եգեր է Սան Ֆերնանդո վալիան մինչև հոն և սխալ ճամփով երած է ավերի մայլեր քշեր է որ փուժում կուտնե մատիկ հրաշներ դպոնդն ասինչ տեղ մատ մտաչաուզիչ մրա որ հրաշներ դնե ժողովուրդի դիաթահոն Թողանատ աստուծո աղոթելու հրաշքոձովին եթան աստեղն ալիս է անհրաշներ դներ որպեսի մատիտ իրեն հավադային Ինչեր երկինքեն գրակ կիչեցնեն ամեն դեսա դրար իչեցնեն դրնշա ուներ պաներ որ մատիտ ալիոզ կսեն չէ ասի աստուծո զորությունն է և կրված է որ իր այս հրաշներով դստիբեր ամենը, այսինքն բզդիկներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները, ազատները ու ծառաները, դստիբեր ամենուն, բեդարյան օրենքով դստիբե ամենուն, որ թրոշմը ընդունին, որ համաձայնին իրեն, ասմասին այդ խոսին ուրիշ այթոմը, թե ինչ զել է թրոշմը ընդունիլ, ուրեմն դեսնեց սիրեդներ, որ ասվածաշունչը հայտնության թիթի մեզի բազմաթիվ թյուրություն գուրա հասկանալը որ երկրի վրա ինչեր պիտի կատարվին առաջին քազանին դիրաբերության ժամանակ ինչպես հիշեցի հասած 260 տարի հալածանք դիրեց բայց երբ այս երկրորդ քազանը գվարեր առաջին քազանին վարեր իշխանությունը և գստիբեր որ մատիր առաջին քազանին երկրպագությունն են դնշարը անոնք որոնք պիտի ուզեն չեն թարգվիլ պիտի հալածվին
Հալածանքը ասանքամ ավելի զորավոր բիդլա, որև երկու մեծ պետություններ գիշխեն ժողովրդի վրա եւ դսեն հնազանդ է մեր օրենքներուն։ Երկի չարաշկարտացի անոն, որոնք Հիսուսի հավատքը ունենին եւ անոր բادرանքները դբահային հալածանքի ենթարկային, որը Հիսուսի բادرանքները բահել, դնշե չի բահել քազանին բادرանքները, բայց բոլոր աշխարհ քազանին բادرանքները դբահեն։ Ուրեմն տեսնենք, որ երկրորդ քազանը Միացյալ Նահանգներն են։ Առաջին քազանը հորմայարյան իդիոտին է։ Ցեցի դված իր աշխատին ջզմել բոլոր անոնք, որոնք Աստծո բادرանքները դբահեն։ Եվ այդպես հարկրված է, սիրելիներ։ Ուրեմն սիրելիներ, գաթացեք հայտնության թիրը, մանանդասիոն դարավին շատ մանրամասնություններ կան մեջը, որ մենք ժամանակ չունենք ցեզի բացատրելու, բայց դիտաշան որ դունի է եւ դատար։ Եվ դեսեք դարավին ինչ հատկանիշեր կան, ինչ նշաններ կան, որոնք բնորոշված են աս երկու քազաններուն համար։ Ուրեմն մեր բادرանքն անչափ ամրացնել մեր հավատ Աստվածաշունչին վրա, որովհետեւ գիտնանք թե այս պետությունները որքան եւ ինչ բանի մեջ հադրարար են Աստծո օրենքներուն։ Անորմալ դրված է հայտնության թիթը։ Okay. Սիրելիներ, Աստված մեզ տված է աշխարհի բացությունը, գայսրեր, թակավորներ եւ ցուցած է վախճանը։ Գուզես Աստծո գնիքը ստանալ։ Այսօր է ժամանակը։ Աստծո ընդունինք ըլլանք իրեն հետևող, ըլլանք իսկական քրիստոնյաներ, խաչ հանելով, մոմ վարելով չենք փրկվիր։ Հիսուս այս բաները չրավ, այլ ըսավ խաչը դար եւ եկուրին յետևես։ Այսպեսով կվերջացնենք մինչև հաջորդ անգամ Աստված ցեզեդլա Հիսուսի սերը, Աստծո սերը, Հիսուսի շնորհքը եւ Սուրբ Հոգին հաղորդությունը մեր վրա լա, որովհետեւ արդյուն եւ պատրաստանք ցտեսություն։ Ես հաբիդուզեի նույնս է, որ Աստծո օգնությունը ցեզեդլա եւ աժանացնե մեզ բոլորս իր թագավորության մեջ։ Ամեն։ Ցտեսություն։ Դեր ցեզեդլա։